Նայեք սիրելի Աստծո ժողովուրդ, Գործ առաքելոց 4 գլուխ 32-րդ խոսքից։ Մենք շատերս ուզում ենք միաբանված աղոթք անենք մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար, մեր ընտանիքների համար, շատ խնդիրների համար, բայց եւ մենք կարանք մեկտեղ լինենք։ Արտաքինից երևա թե մենք միաբան ենք, քանի որ մենք մեկտեղ ենք, բայց մենք կարանք լինենք մեկտեղ, լծվենք, բայց միաբան չլինենք։ Այլ հարց, այլ խնդիրը միաբան լինելու մեջն է։ Մարդիկ միաբան են, թե ոչ։ Մեկտեղ լինելը դա դեռ միաբան չի։ Լսեք, երբ որ մենք մեկտեղ հավաքվում ենք, դա դեռ միաբանություն չի կոչվում։ Ինչի համար, որովհետև տեսեք, առաջի դարվա եկեղեցին ոնց էր։ Ասում եւ քրիստոնյաների, հավատացյալների, քրիստոնյա ժողովրդի բազմության սիրտը եւ հոգին մեկ էր։ Այդ թե ինչն է միաբանությունը, երբ որ բոլորի սիրտը եւ հոգին մեկ լինի, եւ ոչ ոք չէր ասում իր ստացվածքի մեկի համար, թե իրենն է, այլ նրանց համար ամեն բաները հասարակած էին։ Այդ դրա համար էլ մարդիկ իրանց սրտով, մտքով, հոգով մեկ էին եւ Քրիստոսի հետ եւ մեկը մյուսի հետ։ Դրա համար էլ միաբանված աղոթք էին անում եւ ցանկացած խնդիր լուծվում էր։ Միաբանության մեջ աղոթք էր արվում եւ աղոթքի պատասխանը ստանում էին, Տերը օրհնում էր, ողորմում էր, կատարում էր իրանց խնդրվածքը։ Բայց երբ որ մարդկանց բաները ուզածը, ցանկացածը էլ հասարակ չի, նրանք արդեն հատուկ բաների են փափակում, նրանց սիրտն ու հոգին արդեն բաժանվում է իրարուց, որովհետև մարդը եթե ինչ-որ մի աստիճան բարձրացավ, էլ նրա հետ մյուսի, ով որ մնում է ցածրում, նրա հետ մեկ սիրտ մի հոգի չի կարա լինի, որովհետև իրան բարձր է համարում եւ ցածրից բարձրից ցածրին նայում է մի այլ հպարտ հայացքով։ Դրա համար էլ չկա միաբանություն, որովհետև յուրաքանչյուր մարդ ընկած է արդեն իր փափակների, իր նպատակների, իր հատուկ բաների հետևից։ Դրա համար էլ չկա միաբանություն եւ շատ ցավալի է ժողովուրդ ջան։ Մեզ միաբանվել է պետք մեկ մտքով, մեկ հոգով եւ այդ ժամանակ նոր կլինի հաղթանակ։ Եթե չկա միաբանություն